Այսօր մեզ է միացել ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե ինչ հայ-ադրբեջանական սահմանին նորից կրակում են։ Այս անգամ ինչի մասին են այդ կրակոցները, Տիգրան։ Ես կարծում եմ, որ այս վերջին իրադարձությունները կապված են, ուղիղ կապվածություն ունեն բանակցային գործընթացում առկա իրավիճակի հետ։ Ինչ ունենք փաստացի բանակցային գործընթացում։ Մի կողմից կա 17 կետանոց փաստաթուղթ, որը պայմանականորեն ներկայացնում է որպես խաղաղության փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այդ փաստաթղթից այս պահին հանրայնացված է երկուսը, մեկը վերաբերում է միջազգային տարբեր կառույցներից միջազգային հայցերի հետ կանչմանը, երկրորդը այս իրավիճակում արդեն վերաբերում է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության այդ ձևաչափի լուծարմանը, մնացած 15 կետերը հրապարակված չեն, եւ զուգահեռ հարթությունում կան 6-7 պահանջներ, որ Ադրբեջանը անդադ բարձրաձայնում է։ Այո, այդ փաթեթից դուրս, որի հետ կապված Ադրբեջանը փաստացի ներկայումս ներկայացնում է դրանք որպես պարտադիր իր մոտեցումները արտահայտող դրույթներ։ Դրանցից մեկը որպեսզի ստորագրի այն փաստաթուղթը, որը համաձայնեցել։ Այո, հիմա տեսեք, ինչ ունենք այստեղ։ Լոգիկա չկա։ Մի կողմից կա դեռևս անցյալ տարվա օգոստոսից այդ փաստաթղթից դուրս բերված այսպես կոչված Միչանսկի հետ կապված այդ դրույթը, որ Ադրբեջանը հետևողականորեն ներկայացնում է որպես Միչանսկ, Հայաստանը դա ներկայացնում է որպես ռեգիոնալ ապաշրջափակման դրույթ, եւ ակնհայտորեն այստեղ կան տարաձայնություններ, եւ զուգահեռ Ադրբեջանը պահանջ է ներկայացնում փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, զուգահեռ խոսում է այսպես կոչված փախստականների Հայաստան վերադառնալու խնդրից, ընդ որում ներկայացնում է 300,000 թիվ, որը երբևէ չի եղել, տարբեր փուլերում 140-150 հազարի մասին է խոսք գնացել, դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև սովետական միության փլուզումն էլ Ադրբեջանում մեծ թվով հայեր են ապրել, Գանձակում, Բաքվում եւ այլն Սումգայիթում, որոնք հայտնի իրադարձություններից հետո տարբեր երկրներով են գնացել եւ առաջ է բերվում Հայաստանի ապա ռազմականացման հետ կապված դրույթը եւ այլն։ Այսինքն այն ինչ որ անում է Ադրբեջանը ակնհայտորեն ապակառուցողական է, որովհետեւ տրամաբանության մեջ չի տեղավորվում բնականաբար, բայց փաստն այն է, որ Ադրբեջանն այս պահին իր համար տեսնում է հնարավորություն Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ իշխանության պայմաններում ստանալ շատ ավելին, քան միջև այդ ունեցել է եւ քան միջև դա ամրագրվել է այդ 17 կետանոց համաձայնագրում։ Այդ դեպքում ինչու փակել բանակցությունների էջը։ Ես չեմ կարծում, թե դա ոչինչ չի փոխելու հայ-ադրբեջանական օրակարգում։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը փորձում է փակել էջը։ Հիմա Ադրբեջանը համաձայնեցել։ Ադրբեջանն առաջին հայտարարեց, որ մենք ավարտել ենք բանակցությունը։ Հիմա տեսեք, Ադրբեջանը համարում է, որ սա կա, մի դարակում դրած է 17 կետանի գործընթացը։ Հիմա քանի որ որևէ տրամաբանության չի համապատասխանում նրա պահանջները, հատկապես այդ փաստաթուղթը չստորագրելու նրա այդ դրդապատճառները, որոնք առաջ է բերվում, Ադրբեջանը փորձում է իր ավանդական միջոցին դիմել, դա առաջնագծի տաքացումն է, տարբեր ուղղությամբ հրադադար ռեժիմի խախտումները, որոնք այս փուլում ունեն այլ դրսևորում, հաջորդիվ կարող են ունենալ այլ դրսևորումներ։ Հիմա սա այս պահին արտահայտվում է հատկապես սահմանամերձ այն բնակավայրի ուղղությամբ, որոնք մարտական դիրքերին բավականին մոտ են գտնվում եւ ցանկացած կրակոց կամ կրակահերթ, եթե նույնիսկ դրանք անկանոն բնույթ են կրում կամ կոնկրետ չեն թիրախավորում բնակարաններ եւ այլն, տներ դրանք ահաբեկման իրենց մեջ էլեմենտներ են պարունակում։ Օրինակ խնածախը, որ այն հիմնական ուղղություններից մեկն է, խնածախում ադրբեջանցիներն են մարտական դիրքեր, որոնք գյուղի ամենամոտ տներից գտնվում են 100-150-200 մետր հեռավորության վրա։ Խոզնավարում մի քիչ հեռավորությունը շատ է, 400, 500, 600 մետր, բայց կապ չունի, երբ որ գիշերային ժամերին հատկապես կրակահերթեր են լինում, դրանք լսելի են լինում գյուղում եւ չասեմ խոճապային, բայց բավականին ահանգստացնող են։ Եվ ինչ տարբերություն կա վերջին 2-3 շաբաթների ընթացքում, եթե սկզբնական շրջանում դրանք բավականին քիչ ուղղություններով էր արտահայտվում, հիմնական խոզնավար, խնածախ, ջերմուկի կամ օրինակ սոտքի ուղղություններով, աստիճանաբար աշխարհագրությունը այդ հրադադար ռեժիմի խախտումների ընդլայնվել է, ընդհանուր խախտումներ են գրանցվում Բերդի, Մերաբի ուղղությունից, այսինքն Տավուշից, արդեն Գեղարքունիքի հատվածում, Սյունիքի մարզում արդեն Խոզնավար, Խնածախ, Արավուս, Տեղ գյուղի ուղղությամբ եւ այլն։ Այսինքն այս ընթացքում թեև դանդաղ,
թեև ինտենսիվությունը կրակայարների եւս դանդաղ, բայց որոշակի աճի դինամիկա կա եւ դեռ պարզ չէ թե սրանք այս դրսևորումները առաջիկա շաբաթվա ընթացքում ինչպիսի ընթացք ունենան։ Ձեր նկարագրածը ենթադրում է, որ իրավիճակի տերը միայն Երևանն ու Բաքուն են։ Ну Երևանը պայմանականորեն այստեղ ասած, որովհետև նախաձեռնությունը Բաքվի կողմից է։ Արտաքին պատասխանատու չկա այս հարցում։ Գիտեք, երկու բան կա, թվում է թե դրանք տարբեր հարթության հարցեր են, բայց որոշակի բախումներ է սա բերում, էլի նաև տրամաբանության։ Մի կողմից Հայաստանն ու Ադրբեջանը երկուսն էլ հայտարարել են, որ միջնորդներ չկա, երկուսն էլ հայտարարել են, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում պետք է չէր միջնորդ լինելու, կարծես թե այս մասով կա կոնսենսուս։ Մյուս կողմից կան շահագրգիռ երկրներ, դրանք նաև այն երկրներն էին, որոնք ողջունում էին բանակցությունների ավարտի հետ կապված, այն երկրները, որոնք նաև ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական տեսանկյունից ունեն կշիռ եւ որպես կանոն նվազագույնը վերջին տասնամյակներում ներգրաված են եղել մեր ռեգիոնալ տարբեր իրադարձություններում։ Եվ այս տեսանկյունից ինքս ակնկալիք ունեի եւ նաև որոշակի անհանգստություն ունեմ, որ որևէ առարկայական արձագանք միջև այս պահը տեղի չի ունեցել։ Ինչու եմ սա նաև ասում, որովհետև Ադրբեջանը նաև որոշակի տրամադրություններ է շոշափում, հասկանալու համար, թե իր այս կամ այն քայլը, անկախ դրանից, թե դա ոնց է փաթեթավորում կամ ներկայացվում, դրսից ինչպիսի հակադրության կարող է բերել։ Եթե Ադրբեջանը վերլուծի եւ գա եզրահանգման, որ իր հնարավոր գործողությունը անկախ այն հանգամանքից, թե այդ պահին ինչ կարող է նախագծվել, միջազգային հանրության կողմից բավականին կոշտ հակազդեցության չի բերելու, դա չի վերաբերում միայն հայտարարություններին։ Ադրբեջանը այստեղ կարող է ավելի անկաշկանդ գործել եւ արկածախնդրության հավանականությունը կլինի շատ ավելի բարձր։ Օրինակ, Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը այսօր է եղել։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին զսպվածության կոչ անում։ Երևանի եւ Բաքվի միջև միշտ է հավասարության նշան դրել Մոսկվան։ Գիտեք, իրադարձությունից է շատ բան կախված։ Իհարկե, ես հայտարարությունը չեմ համարում զսպող հայտարարություն, որովհետև այսպիսի հայտարարություններ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից հնչել են 44-օրյա պատերազմից առաջ, հնչել են 21, 22, 23 թվականներին, հնչել են շատ ավելի կոշտ։ Մի բացառությամբ, սա այն դեպքն է, երբ Մոսկվայում լավ գիտեն ով է կրակում, չէ՞։ Միանշանակ եւ ես կարծում եմ, որ այս 3 տասնամյակի ընթացքում էլ նվազագույնը համանախագահ երկրները իմացել են ովքեր են առաջինը կրակել, ովքեր են 2016-ին մարտական գործողություններ ծավալել, ովքեր են 44-օրյա պատերազմին ժամանակի նախաձեռն այս ամենը, այսինքն ես չեմ կարծում, որ այդ հիմնական երկրների համար, եթե դրան գումարենք նաև Իրանին, ով ռեգիոնի հիմնական ուժերից է, դրանց համար բոլորի համար հստակ է ինչ է կատարվում առաջնագծում եւ դա ինչ հետ կարող է բերել, որտեղ ադրբեջանական այդ սցենարային զարգացումները եւ տեղեկատվական քարոշչական պատերազմները եւ դիվանագիտական առումով ծանոթ ձեռագիր են եւ թեև դրանք որոշակի փոփոխությունների կրում են, որոշակի զարգացում ունենում են նաեւ գործիքների առումով, բայց մեծ առումով բոլորի համար խաղը ակնհայտ է եւ նաեւ սրանով է պայմանավորված իմ ավելի վաղ ասած այն մտահոգությունների մասին մասը, որ սա իհարկե մեր համար մտահոգիչ է։ Այսպիսի հայտարարությունները չեն կարող կանխել իրադարձությունների հետագա ակտիվացումը։ Այսպիսով Ադրբեջանը հայ-ադրբեջանական համաձայնությունը 17 կետանոց դրել է երկրորդ դարակ, առաջին դարակում այն պայմաններն են, որի մասին ամեն օր Ալիևը խոսում է կարծես, հա։ Դուք ինչպես կվարվեիք այդ պահանջների հետ, եթե ունենայիք Հայաստանում կառավարման որևէ լծակ։ Ես կարծում եմ մեր խնդիրը սկսել է մի փոքր ավելի վաղ փուլից։ Մենք այս թեմայով նաև քաղաքական դաշտում բավականին բանավեճեր ենք ծավալել։ Դրանք եղել են շատ դեպքերում քաղաքական, դրանք եղել են փորձագիտական մակարդակով։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախաձեռնողականության զիջումը կամ առհասարակ Ադրբեջանի անընդհատ շարունակ զիջումների տրամադրումը բերել էր այսպիսի իրավիճակի, որտեղ ցանկացած զիջում, երբ որ դու ինչ-որ բան տալիս ես դրա դիմաց որևէ բան չստանալով, մի կողմ դնեմ 44-օրյա պատերազմի հետևանքները 21, 22, 23 թվականի այդ հարձակման հետևանքները,
դու անընդհատ դառնում ես շատ ավելի խոցելի։ Հիմա այս փուլն էլ դրա տրամաբանության ներքո եմ նայում, որքան Հայաստանը դրսևորի այս դեպքում չհիմնավորված հնազանդություն կամ գլխիկորություն, ադրբեջանական պահանջները շատ ավելի ագրեսիվ են դառնալու եւ Ադրբեջանը հերթական այսպես ասեմ պարտադրանքը ստանալուց հետո էլ առաջադրելու է նորերը։ Երբ որ նայում ենք դինամիկան, թե ինչ ունենք 20 թվականի պայմանական նոյեմբերի 9-ին եւ ինչ ունենք 25 թվականի պայմանական ապրիլի 9-ի դրությամբ, ապա կտեսնեք, որ ամեն տարի առաջին պլան է բերվել հետագայում օրակարգ են մտել պահանջներ, որոնք չեն եղել 5 տարի առաջ, չեն եղել 4 տարի առաջ, 3 տարի առաջ եւ այլն։ Այսինքն հենց միայն այս ժամանակահատվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանին ինչ-որ բան զիջելով կամ ինչ-որ տեղ չտեսնելու տալու այս քաղաքականությունը որևէ ձևով չի աշխատում։ Ես այդտեղ մի օրինակ էլ բերեմ։ Տեսեք, մենք խոսում ենք հիմնականում այս գործընթացի քաղաքական մասով, բայց ադրբեջանական կրակահերթերը, զինված ուժերի կողմից դրանք անպատասխան թողնելը, դրանք բարեհոգեբանական բավականին մեծ հետևանքներ են առաջացնում եւ զորքերի համար, եւ հիմնականում սահմանամերձ համայնքի մեր հայրենակիցների համար։ Խոսքը թարմ միջադեպերի մասին։ Այո, դա ընդհանրապես է այդպեսին, բայց եթե վերցնենք այս վերջին օրինակը եւս, որովհետեւ դու զինծառայողի հոգեբանությունը նաեւ լավագույնս իմանալով իմ համար շատ ակնհայտ է, թե սա 1 օրվա, 2-3 օրվա ընթացքում ինչ ազդեցություն թողնում, երբ որ դա դառնում է շարունակական, երբ որ հակառակորդը տանանթատ կրակում է, դու լռում ես, թե դա նաև բարեհոգեբանական առումով ինչ ազդեցություն ունում այդ մարդկանց վրա։ Նույնը վերցած սահմանամերձի հետ կապված, որտեղ սահմանամերձ համայնքում ինչ ասի պաշտոնական հաղորդագրությունների կամ այլ ձևով, իրենք տեղում են, իրենք տեղում գիտեն ինչ է կատարվում, եւ դա լավագույնս գիտակցում են։ Մենք այսպիսի փուլեր ունեցել ենք նաև 10 տարի առաջ, 15 տարի առաջ, հատկապես 14-16 թվականներին եւ Տավուշի ուղղությամբ ենք ունեցել եւ Արցախում պաշտպանության բանակի պահպանության հատվածում ենք ունեցել։ Երբ որ բանակը համարժեք պատասխան է տալիս, բնականաբար դա եւ զորքերում եւ նաեւ քո քաղաքացիների համար բարեհոգեբանական վիճակը հնարավորինս սպառում է կայուն վիճակում։ Այդ անպատասխանատվության այս հանգամանքը անընդհատ բերում է նոր խնդիրների եւ դա բերում է նաեւ որոշակի թերարժեքության ձևավորման։ Այսինքն ես ճիշտ հասկացա, լռելը սխալ է։ Միանշանակ։ Ընդ որում շատ ներողություն եմ խնդրում, այստեղ լռելը միայն չի վերաբերում առաջնագծում գործողություններին։ Նայեք տեղեկատվական դաշտում ինչ է կատարվում, ուսումնասիրեք օրինակ ադրբեջանական դե ամեն զառանցանքի Բաքվիով չեն պատասխանի, չէ։ Ես համաձայն եմ դա մյուս զարգացումն է, որ մենք ես համաձայն եմ զառանցանքներին չպատասխանելու առումով, բայց Ադրբեջանը, երբ որ նայում ես թե տարբեր հարթություններով ինչ տեղեկատվական աշխատանք է տանում, ամեն ինչ չէ որ այնտեղ զառանցանք է։ Այնինչ արտահայտում է պաշտոնական մակարդակով, վերլուծությունների եւ այլն։ Մի հարց էլ այս մասով մեր տարածքների հարցը 20-ից հետո անեքսիայի ենթարկված ունեք տեղեկություն որևէ օրակարգում կա։ Դա ներկայացնում է որպես դելիմիտացիա, դեմարկացիայի գործընթացի մի մաս, որը չի արվում, որը այս պահին Տավուշում կանգնած է եւ գիտեք վերջին Ադրբեջանի հետ պայմանավորությամբ դրված էր որպեսզի այն իրականացվեր Տավուշի հատվածից, այսինքն Վրաստան, Ադրբեջան, Հայաստան։ Դե այդ հայտարարությունից հետո ենթադրվում էր որ կսկսեն, բայց չկա։ Հիմա դրանք կանգնած են։ Իդեպ ես մի բան էլ ասեմ, շատ հատվածներում որտեղ ադրբեջանցիները մխրճվել են եւ վերահսկում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, այնտեղ նաեւ գնում է բավականին մեծ ինժեներական աշխատանքներ։ Այսինքն տպավորությունը այնպեսին է, որ Ադրբեջանը ոչ միայն չի շտապում այդ տարածքների վերադարձման օրակարգին անդրադառնալուն, այլ Ադրբեջանը իր առաջ եկած հատվածներում բավականին ամրանում է, սա եւս վատ ազդակ է առայն, որ Ադրբեջանը մեծ առումով այդպիսի մտադրություն չունի էլ։ Լավ։ Այստեղ ավարտեցինք այդ մասով ես մի հարցել ունեի, չգիտեմ մեզ ժամանակ կների թե չէ, հետո եթե կարող եք կարճ ասեք, դուք գիտեք ճշմարտությունը ինչպես են գերեվարվել Արցախի նախկին իշխանությունները։ Բնականաբար տեղյակ եմ, կարելի ասել հիմնական հանգամանքները մի 90% ճշգրտությամբ գիտեմ։ Դե Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, գեներալ Լևոն Մնացակայանը անցակետում են գերեվարվել։ Դավիթ Բաբայանի հետ կապված դա այդտեղ երկրորդ հարցն է, ինչպես են հայտնվել անցակետում, առանց երաշխիքի նրանք չէին գա այդտեղ։
Դե գիտեք, հիմա տարբեր է մոտեցումները, օրինակ եղել են զինվորականներ, նույն Դավիթ Մանուկյանի պաշտոնը նախկինում ունեցած եւ պաշտոնը զինվորական կոչում ունեցող մարդիկ, ովքեր եկել են եւ անցակետը անցել են։ Հիմա Դավիթ Մանուկյանը այս պարագայում մտածել է, որ ինքն էլ կարող է նման խնդիր չունենալ, եկել է եւ ինքը, այսպես ասած, կալանավորվել է։ Դու Դավիթ Մանուկյանի թեման մի քիչ այլ է, նա մեքենայում է եղել նաեւ Ռուբեն Վարդանյանը եւ որոշակիորեն նաեւ դա կապված է Ռուբեն Վարդանյանի անձի հետ։ Դավիթ Բաբայանի հետ կապված կոնկրետ պահանջներ են ներկայացված եղել եւ Դավիթ Բաբայանին ասվել է, որ եթե նա չհանձնվի, ապա մարդկանց ովքեր այդ պահին գտնվել են ճանապարհին, այսինքն դեպի Հայաստան ճանապարհին, ապա ճանապարհը փակվելու է։ Ես որքան գիտեմ, եղելությունը Դավիթ Բաբայան դրանով է պայմանավորված եղել, որտեղ այդ օրերին շատերն էին զարմանում, թե ինչպես եղավ, որ Դավիթ Բաբայանը գնաց, ասում էին գնաց, հանձնվեց եւ այլն։ Դա միայն մեր խնդիրն է եղել, դե համաձայնեցվել է ռուսական կոնտինգենտը։ Ես ճիշտ ասած չեմ կարող ասել ռուսների հետ համաձայնացվել թե չի համաձայնացվել, բայց ես կարծում եմ, որ ռուսական կողմը այդ պահին որևէ հարցում երաշխավորություն չի էլ ապահովել, դրա մասին համայն դեպս ես ինքս չգիտեմ։ Բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանը ռուսական խաղապահների ներկայացան պայմաններում այդպիսի մեծ օպերացիա իրականացրել, ինքը նշանակում է, որ եթե այդքան մեծ օպերացիա իրականացվել է, ապա նմանատիպ հարցերում էլ ռուսական կողմը կարող է զերծ մնալ որևէ ազդեցություն։ Այսինքն ադրբեջանցիներին հաջողվել է ռուսներին խաղից դուրս թողնել։ Այն սցենարում, որը նրանք նախատեսել էին Արցախի դեմ։ Դու համայն դեպս ստացվել է իրանց մոտ։ Շատ լավ։ Գյումրիի ընտրությունների արդյունքները ողջևորել են որոշակի առումով։ Գիտեք, Գյումրիի ընտրությունները ընդհանուր առմամբ հենց միայն նորմալ էր այն առումով, որ իշխանության տեխնացուն չկարողացավ անհրաժեշտ ձայները հավաքել, անկախ այն հանգամանքից, որ վարչական, հսկայական ու ենթադրաբար նաև ֆինանսական մեծ ռեսուրսներ են այդտեղ աշխատել եւ որոշակի բանակցություններից հետո հնարավորություն եղավ ընդդիմադիր դիրքավորված ուժերի համար ստեղծել որոշակի կոնսենսուս ընդդիմության հավաքական տեխնացուի քվեարկության ապահովման տեսանկյունից։ Իհարկե դեռևս ավականների առաջին նիստը դեռևս տեղի չի ունեցել եւ այս պահին մի փոքր նույնիսկ վաղ է ասել, թե ինչ մենք կարող ենք դեռևս սպասել, որովհետեւ ամեն դեպքում իշխանությունը անակնկալներ տարբեր փուլերում արել է, դա արտահայտվել է նաեւ 21 թվականին Վանաձորի ընտրություններում, որի հետևանք հետագայում եղավ Մամիկոն Աստանյանի նախկին քաղաքապետի անազատության մեջ հայտնվել է եւ այլն, այնպես որ մի կողմից արդյունքները ընդհանուր առմամբ նորմալ էր եւ հասկանալի է մարդկանց ողջևորությունը անդիմադիր տրամադրված հասարակության հատվածի, մյուս կողմից ես շատ չեմ շտապում, որովհետեւ իշխանությունը տարբեր իրավիճակներում գործել է, իդեպ նաեւ մեկ այլ խնդիր եղավ Ալավերդի դեպքում, երբ որ եթե չեմ սխալվում, 1.5 տարի ոչ իշխանական կոալիցիան գործեց, հետագայում իշխանությունը այնտեղ որոշակի մեխանիզմներ գործի դրվեց, ճնշումներ եւ այլն, եւ ներկայումս այդ մարդիկ խաղից դուրս են բերվել եւ իշխանության տեխնացուն այնտեղ ըստ էության համայնքի ղեկավարը։ Այնպես որ այս փուլը այն ինչ որ եղավ քվեարկությամբ, դա լրիվ այլ իրականություն է, որը կարելի է արձանագրել եւ առաջ գնալ։ Մեկ այլ բան է, թե մենք ինչ կունենանք կոնկրետ քվեարկության օրը, ավականները եւ ինչ կունենանք դրանից հետո։ Այսինքն քաղաքական կոնտեքստը ավելի լայն է, քան ներառում է Գյումրիի միայն համանքային ղեկավարը։ Գիտեք, Գյումրին ես վստահ եմ դուք իրեն շատ ավելի լավ գիտեք, այնպիսի քաղաք է, բացի նրանից որ երկրորդ քաղաքն է Հայաստանի Հանրապետության, առասարակ Գյումրիում տեղ ունեցող քաղաքական իրադարձությունները շատ մեծ արձագանք եւ ազդեցություն ունենում առասարակ Հայաստանի Հանրապետությունում եւ ես որևէ ձևով զարմացած չեմ, որ դրա հետ կապված տարբեր առանձնահատկությունները անդադ տարբեր հանրային ակտիվ քննարկումների առարկա են դառնում, երևի դա հենց այդպես էլ պետք է լինի։ Իշխանությունը առաջին կետում է այստեղ եւ բավականին տպավորիչ արդյունքով, եթե համեմատենք Գյումրիի նախորդ ընտրությունների հետ։ Այո, դե այստեղ նախ մեծ մասնակցության հարց առաջ եկավ, ինչը շատ կարեւոր էր, հատկապես ոչ միայն թիմ մակարդակում, այլ առասարակ երբ որ ընտրողների մասնակցությունը մեծ է լինում, դա նաև հնարավորություն է տալիս հասարակության շատ ավելի մեծ մեծ չէ, հա, եթե համեմատենք։ Բայց նախորդ ընտրությունների համար բավականին էական տարբերություն կար։ Ամեն դեպքում սա հնարավորություն էր, որպեսզի շատ ավելի մեծ թվով գյումրեցիներ հնարավորություն ունենային իրենց ընտրությունները եւ դիրքորոշումը այդ ձևով արտահայտելու համար։
Գյումրիի ընտրություններում երկրորդ եւ երրորդ նախագահները համագործակցել։ Անկեղծ ասած դժվարանում եմ ասեմ, թե այս պահին ինչ կարող ենք հասկանալ այդ համագործակցության տակ։ Եվ նախընտրական, եւ մանավանդ հիմա արդյունքները ֆիքսելուց հետո։ Դե այսպես ասեմ, օրինակ մեր դեպքում երրորդ նախագահի պարագայում մենք այնտեղ չունեինք կոնկրետ առաջադրած տեխնացուներ, ի տարբերություն նախորդ ընտրություններին, երբ որ 21-ին հանրապետականը իր դեմքով հանդես եկավ, հանրապետականի հենց տակ եւ մենք 5% մասնակցությամբ ներգրավվածություն ապահովեցինք Գյումրի ավականում, այս ընտրություններին հանրապետականը մասնակցություն չունեցավ։ Մասնակցություն ունեցավ մեր ֆրակցիան ներկայացնող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով անկուսակցական էր եւ նախորդ ընտրություններում մեր հետ դաշին կազմած հայինի կուսակցության քվոտայով էր առաջադրվել, որի նկատմամբ բնականաբար մենք ունեինք սիմպաթիա, բավականին ջերմ հարաբերություններ եւ բնական էր, որ մենք ցանկացած պարագայում խոսքում հրապարակային էլ այդ մասին խոսել ենք, բայց հանրապետականը Գյումրիի հետ կապված ունեցավ քաղաքական հայտարարություն, որը գործադիր մարմինն արեց, որտեղ մենք մեր համար որպես այդպեսին պատասխանատվություն վերցրեցինք հանձնաժողովում մեր ունեցած քվոտաների պայմաններում ապահովել, հնարավորինս ապահովել ընտրությունների ազատ եւ մրցակցային դերը եւ մենք փորձեցինք մեր հանձնաժողովականների միջոցով նաեւ աջակցելու ընդդիմադիր գործիչների, այսպես ասեմ, հաջողություններին։ Կուսակցությունը Մարտուն Գրիգորյանին հորդորել է ձայները տրամադրել Վարդան Ղուկասյանին։ Մենք Մարտուն Գրիգորյանի այդ զրույցներում մեր մոտեցումը ներկայացրել ենք, դա արել ենք մինչև նրա վերջնական որոշման հանրայնացումը, նաև լավ իմանալով, որ ինչպես դա եղել է նրա ընտրությունների մասնակցության մտադրությանը որոշումներ կայացնելու փուլում, այնպես էլ սրա հետ կապված դա կախված է լինելու բացառապես Մարտուն Գրիգորյանի եւ նրա նեղ շրջապատի որոշումներից, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը որքան է մեր հետ լավ հարաբերություններ պահպանում է նաև գործընկերային, ընկերական, ամեն դեպքում նա հանրապետականը չի ներկայացնում եւ հանրապետականի որոշումներով չի առաջադրվում։ Չէ, հարցը ուրիշ է։ Ձեր հորդորով է այդ քայլին գնացել, թե ոչ։ Մենք միայն ներկայացրել ենք մեր կարծիքը, որը համընկավ Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Հարգելի Տիգրան, դա մի քիչ այլ բնույթի հարց է, բայց կունենաք դուք տեղեկություն։ Երկրորդ եւ երրորդ նախագահները ուղիղ կապ ունեն իրար հետ։ Ինչպես ես եւ դուք հեռախոսը վերցնենք եւ զանգարենք խոսենք իրար։ Ես չեմ կարող ասել, թե վերջին օրերին կամ չգիտեմ վերջին մեկ ամսվա ընթացքում նրանք իրար զրույց ունեցրեն, թե չեն ունեցել, բայց կարող եմ ասել, որ հետ պատերազմյան ժամանակահատվածում, եթե վերցնենք վերջին 5 տարիները, դրանում տեղ գտած տարբեր շարժումները, քաղաքական գործընթացները, նրանք կստանալուստան իրար զրուցում են։ Դե այդ դեպքում ասեք ինչի մասին է կամ ինչն է պատճառը ձեր քաղաքական թիմերի հակասությունը։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ դա ավելի շատ պայմանավորված է 2026 թվականի ընտրական process-ներով եւ ես երկրորդ նախագահի թիմից հնչած տարբեր հայտարարությունները, որոնք ակնհայտորեն ունեն քարոզչական բնույթ, ես ավելի շատ կապում եմ նախընտրական պլատֆորմին, որովհետեւ մեծ թվով ուժեր, ոչ միայն դա չի վերաբերում միայն երկրորդ նախագահի թիմին, մեծ թվով քաղաքական ուժեր, մեծ, փոքր, տարբեր ազդեցություն ունեցող ակնհայտորեն պատրաստում են 26-ի ընտրություններին։ Որոշները կուսակցական գրասենյակներ են բացում, ոմանք նոր թիմեր են հավաքում, թարմացումներ են անում, պլանավորում են, եւ բնական է, որ խորհրդանում գտնվող ուժերը եւ նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական համակարգում այսօրվա մեր իրադարձությունում ունեն որոշակի դեր եւ ազդեցություն, բնականաբար գտնվելու են թիրախավորման տակ, որովհետեւ ով է բերել Նիկոլ Փաշինյանին վերնագրի տակ։ Ոչ միայն դրա, դա այն հիմնականերից է, երկրորդը կետը կապված է այսպես կոչված նախկինների թեմային, հիմա մի հատ մրցակցություն է գնում այս մասով, թե ով է կարողանալու դա լավագույնս փաթեթավորել հանրապետականի վրա, որ նախկինների անվան տակ միայն հանրապետականն է հանդես գալիս եւ այլն։ Այսինքն որոշակի ընտրական տեխնոլոգիաներ են կիրառվում, որոնք տեղ-տեղ բավականին կեղտոտ եւ անթույլատրելի կիրառում է երրորդի թիմը երկրորդի թիմի դեմ։ Հակառակը ասացեք։ Հա, ներողություն։ Երկրորդին է երրորդը։ Ճիշտ ասած, մեր շատ է։ Այսինքն դա ջրբաժան է, դուք առաջիկա քաղաքական process-ներին միասին ճակատով դժվար թե։ Դա նրանք այդ մասին ասացին, խորհրդանում տեղ ունեցած ազգային ժողովի ավանդական չեպազրույցների ժամանակ
Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը, Գիտեք, չէ, ինչ մեծ լավություն է կանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես այդտեղ լավության խնդիր չեմ տեսնում, ես Չէ, երբ վասնատվում է հակառակորդը, դա շատ անգամ զինվորական տերմին կարելի օգտագործել։ Դուք չթողեցիք իմ խոսքը ավարտեի, որովհետև եթե ավարտեի, դուք տենց ընդհանուր ձեր խոսքը հաստատ չէիք ուղղել։ Ազգային ժողովի ճեպազորույցներից մեկի ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը, որը ուղիղ ասոցիացիում է երկրորդ նախագահի հետ, հայտարարեց, որ իրենք այս process-ով գնում են տարանջատման։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք այդ ջրբաժանը որպես եզրակացություն։ Դրա մասին երկրորդ նախագահի թիմակիցներն են հայտարարել, այսինքն դրա մասին չի հայտարարել հանրապետականը։ Այս ամենը հանրապետականը չի նախաձեռնել։ Հանրապետականը որևէ շահագրգռվածություն չունի ընդդիմադիր դաշտում դիրքավորված ուժերի հետ, որևէ ձևով բախման մեջ մտնելու համար, եւ ես պատահական չասացի, որ այս ամենը ընդգծված նախընտրական երանգավորում ունի եւ տարբեր ուժեր կարծում են, որ հանրապետականին թիրախավորելով այսպես կոչված նախկինների, ով է բերել Նիկոլը այդ արհեստական դիսկուրսների ներքո, թույլատնելով հանրապետականին ընտրազանգված են փախցնելու իրենց քաղաքական ուժերի համար։ Ինչպես իմ ասած անալիզն է ցույց տալիս, այստեղ հանրապետականը որևէ շահագրգռվածություն չունի, առավել եւս ընդդիմադիր դաշտում որևէ բախումների մեջ մտնելու եւ իր ժամանակը այդ ուղղությամբ ուղղելու համար։ Եվ վերջինը, Արգելի Տիգրան, ձեր տպավորությունը միայն ասեք։ Միքայել Աջապայանը համակրում է երկրորդ թե երրորդ նախագահին, զուտ քաղաքական նկատառումը հաշվի առնելով։ Գիտեք, եթե նկատել եք ոչ միայն այս փուլում, այլ նախորդիվ էլ Շիրակի թեմի առաջնորդի կողմից հնչեցրած տարբեր հայտարարություններից հետո ես աշխատել եմ զերծ մնալ որևէ մեկնաբանությունից, որովհետև անկեղծ եթե լինեմ, իմ համար որպես քրիստոնյա մարդու, ով բարբերաբար այցելում է եկեղեցի, մասնակցում նաև պատարակների, շատ դժվար է որևէ թեմը ներկայացնող առաջնորդի նկատմամբ գնահատականներ հնչեցնել։ Իհարկե ես տեսնում եմ, թե որն է պատճառը, որոնք տարբեր դաշտերից անընդհատ իրենց մասով բերում են տարբեր քաղաքական հակազդեցությունների եւ շատ ու շատ մեկնաբանությունների մասով էլ ես բնականաբար չեմ կիսում Սրբազանի մոտեցումները, ավելին նաև ոչ միայն մտահոգված եմ, այլ նաև շատ զարմացած եմ այդ հայտարարություններով, բայց թույլ տվեք այսքանով ես սահմանափակվում։ Շնորհակալություն։ Այսքանը Տիգրան Աբրամյան, ազգային ժողովի պատգամավոր